Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու դեպքը առաջինն ու հասկանալի է, որ վերջինը չի լինի։ Այսպես ասած, սպիտակ եղեռնի դրսևորումները Հայոց հյուսիսային դարպասը հանդիսացող ջավախքում տարիների պատմություն ունի։ Քրիստոնյա հարևան երկրում մեծ վարպետորեն ջնջվում են խաչերը, գերեզմանակարերը տեղահանվում են, սրբապատկերները պղծվում։ Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է ցավոք ոչ պետական բարձր մակարդակով։ Գուցե նաև դա է նպաստել, որ կույր հակահայկականությունը Վրաստանում գնալով ավելի լայնամասշտաբ դրսևորումներ է ստանում։ Պաշտոնական պետք է կարծիք հայտնել, որ սա թույլատրված չէ միջազգային փաստաթղթերով, սա թույլատրված չէ օրենքներով, սա օրենքի խախտում է պատմական հուշարձան ոչնչացնելը։ Վրաց քաղաքական վերնախավը միշտ գերնպատակ է համարել ջավախքի հայաթափումը, հայկականության իսպառ վերացումը եւ տարածաշրջանում վրացական ազդեցության ուժեղացումը, եւ դա արտահայտվում է տարբեր կերպ։ Եկեղեցին էլ ավերել այս քաղաքականության միայն մի փոքր մասնիկն են։ Վրաստանում, Թիֆլիսում, հայկական եկեղեցիների բակերում շատ վաղուց արդեն տաշում էին խաչքարերի գրերը, մաքրում էին եւ վերաբերմունք աղավոր էր։ Ես տեսել եմ եղել եմ Թիֆլիսում 3 տարի առաջ եւ երիտասարդների հետ հանդիպել եմ, ուղղակի հուզմունքի մակարդակի էին բողոքում, բայց ոչ մի էական քայլ չէին կատարում։ Արտաքուստ գուցե ցույց տան, որ իրենք ուզում են հայ ազգաբնակության նկատմամբ ինչ-որ լավ բաներ անել, բայց կարծում եմ, որ այնուամենայնիվ ազգային խտրականության քաղաքականություն նրանք շարունակեն վարել։ Գագիկ Խաչիկյանը Բոգդանովկա բնակավայրում դասավանդել է 10 տարի շարունակ։ Հիշեցնենք, որ Բոգդանովկան հետագայում անվանափոխվեց։ Ներկայումս այն կոչվում է Նինոց Մինդա։ Խնդրեմ, այս անվանափոխությունը իր հերթին վկայում է ազգային խտրական վերաբերմունքի մասին։ Ինչու՞, որովհետև Բոգդանովկայում բնակչության մեծ մասը հայեր են։ Իսկ ինչու պիտի քաղաքը կոչվի Նինոց Մինդա, չէ՞։ Առաջին մեղավորը միշտ մենք ենք։ Այսինքն մարդը, ինքը պետությունը, ինքը ժողովուրդը, ինքը տվյալ մշակույթի պատասխանատվություն կրողը ինքը։ Արդյոք ամեն ինչ ենք արել, որովհետեւ նման բաներ չլինեն։ Մենք մեղավոր ենք, որովհետև Սփյուռքի, մշակույթի եւ վերջապես արտաքին գործոս նախարարությունները այս հարցում կարծես անգործության են մատնված, նշեցին զրուցակիցներս։ Վրաստանի հետ ցամաքային ճանապարհ ունենալու հանգամանքը եւ այն երբևէ փակելու վտանգը կաշկանդում է մեր իշխանություններին, ինչը եւ ստիպում է նրանց աչք փակել նմանօրինակ երևույթների առաջ։ Ես հասկանում եմ, նրանք ունեն շատ ավելի առաջնահերթ խնդիրներ, ավելի գլոբալ խնդիրներ, բայց սա պահանջում էր հատուկ վերաբերմունք։ Ցանկալի է, որ ջավախահայ, վրացահայ ազգաբնակչությունը համախմբված գործի, հասարակական կազմակերպությունները համախմբված գործեն, որպեսզի կարողանան ուժ ներկայացնել իրենցից նաև իշխանության հետ շփումների ժամանակ, ոչ միայն կենցաղում, այլ նաև իշխանությունների հետ շփումների եւ նրանց հետ ինչ-ինչ ազգային խնդիրներ լուծելու հարցում։ Հայոց լեզվի եւ պատմության դասաժամերը կրճատվում են կամ ընդհանրապես դուրս են մնում դասացուցակից, դպրոցների հայ տնօրենները ազատվում են աշխատանքից, իսկ մենք պետական մակարդակով ինչպես ենք արձագանքում այս ամենին։ Սաակաշվիլին եկավ, Սերժ Սարգսյանը նրան մեդալ տվեց եւ այլն, այս բարի դրացիական հարաբերություններ ամրապնդելու քայլը ցանկալի է, որ լավ արդյունքներ, դրական արդյունքներ տա, բայց այդ ամենը պիտի երևա կոնկրետ փաստերով եւ իրականության մեջ։ Վաղ-ֆորած պահվածքին պիտի փոխարինելու կա հիմնախնդրի վերաբերյալ հստակ քաղաքականության մշակումը եւ դրա կիրառումը։ Հակառակ պարագայում վաղն արդեն ուշ է լինելու բարձրաձայնում են վիրահայերը։ Ինչպես ասում են, կռիվը վատ բան է, բայց վատթարագույնն է հայրենի երկիրը խաղաղությամբ օտարին ծախելը։ Արմենի Վարդանյան, Համբարձում, Պապոյան, Գալանյուս։